Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով ողջունում եմ Բեթլեհեմ եկեղեցի եւ եւս մեկ անգամ ուզում եմ որպեսզի իրար ողջունենք այս հրաշալի խոսքերով Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց ձեզ մեծ ավետիս կարող եք շատ համարձակությամբ ասել որովհետեւ իրոք ավետիսը շատ մեծ է որովհետեւ ավետիսը անչափ մեծ է որովհետև բարի լուրը իրոք կյանք տվող է։ Սա պետք է գիտակցել եւ խորապես հասկանալ, որ կորուստը շատ մեծ էր, դրա համար էլ ավետիսն էր շատ մեծ։ Իրեք պարտքերը ինչքան շատ է լինում, ներումը այնքան մեծ է։ Եվ երբ որ քո կյանքում ընդամենը 100 դրամի պարտք ունես, ինչ որ մեկը քեզի ասի ներված է, գնաք մտքիդ մեջ կասես, հա դե լավ, այդքան էլ մի մեծ բան չէր, որ շատ լավ մանգայի կանգառներից այդ 100 դրամը կգտնեի։ Բայց պատկերացրա, որ ունես պարտք, որը որ հաշվելն անհնար է, եւ պարտքատերը հայտնվում եւ ասում է, գիտես ինչ, Էդո ջան, դու էլ պարտք չես։ Շնորհակալություն։ Դու էլ պարտք չես։ Ինչ կլինի իմ ուրախությունը, ինչ կլինի քո ուրախությունը, երբ որ այդ հայտարարությունը, այդ որոշումը դու լսես։ Դրա համար ես մաղթում եմ յուրաքանչյուրիս Աստծո հոգու քաղցր ներկայությունը այստեղ, որպեսզի յուրաքանչյուրս այսօր տեսնենք, հասկանանք, գիտակցենք ու իրոք շատերիս համար այսօր վերածնունդի օր լինի։ Թող սուրբ ծնունդը պարզապես մի պատմություն չլինի մեզ համար, որ հերթական անգամ արեցինք կամ թող թվերը փոխվելու բան չլինի մեր կյանքում 2025 էր, հիմա արդեն 2026-ն է, այդքան էլ մի մեծ փոփոխություն չի։ Ես կուզենամ, որ այս տարին մեզանից յուրաքանչյուրի համար իրոք շրջադարձային լինի։ Արմատական փոփոխություններ լինի, որովհետև Աստծո զավակները պետք է չբավարարվեն եղածով։ Եկեք խոստովանենք ու ասենք, որ շատ անգամներ մեր կյանքում լինում են այդպիսի իրավիճակներ, որ մենք բավարարվում ենք եղածով ու ասում ենք, լավ, այսքանը հերիք է։ Շաբաթվա մեջ առիթ եմ ունենում գնալու փոքր խմբեր, սերտողություններ կամ չգիտեմ կիրակի օրը պաշտամունքի այս ծառայությանը կամ այն ծառայությունը հերիք է։ Բայց գիտեք, Տիրոջ խոսքը ասում է երանի հոգով աղքատներին։ Երանի հոգով աղքատներին, թող իրոք այդ սովը մեր կյանքում միշտ զգացնել տա մեզ, որ մենք կարիքը ունենք Աստծո խոսքի եւ երբեք չբավարարվենք։ Ես լսում եմ վկայություններ, որ մարդիկ այս աղոթքի շղթայի օրերը ասում են, իրոք օրհնյալ օրեր ենք ունեցել, ծնկի վրա ժամեր ենք ունեցել, աղոթքի պահեր ենք ունեցել, կարդալու, ուսումնասիրելու, ել ավելի ճշմարտությունների մեջ ներթափանցելու պահեր ենք ունեցել։ Գիտեք, սա այնպես չէր, որ այս ամսով պետք է ավարտվի ամեն բան։ Թող յուրաքանչյուրիս կյանքում սա հրաշալի մի որոշում լինի, որ ես պիտի շարունակեմ ամեն օր սնվելու Աստծո խոսքով։ Ամեն օր սնվելու։ Գիտեք, մեր մարմինները դրա կարիք ունեն ու մենք շատ քրտնաջան աշխատանք ենք տանում, որպեսզի մեր մարմինը կերակրենք, որպեսզի նրան տաքացնենք, որպեսզի նրան լվացնենք, որպեսզի նրան լավ հոտեր սենց տանք, հա, կերակրենք, բայց կա ներքին մարդը, որը որ շատ անգամներ իրոք սովամահ է լինում։ Դրա համար ես փառք եմ տալիս Աստծուն իր հրաշալի խոսքի համար։ Ես Աստծուն փառք եմ տալիս իր եկեղեցու համար։ Ես Աստծուն փառք եմ տալիս այս լավ առիթի համար, որ ունեն Աստծո ժողովուրդը, որ կարող են այսպես միասին, միաբանորեն հավաքվել Աստծո տուն եւ ուսումնասիրել խոսքը, կերակրվել խոսքով։ Էլ ավելի Աստծո գիտությունը ձեռք բերել, էլ ավելի իմաստությունը ունենալ, որովհետեւ սրանից լավ բան մի ակնկալեք, սիրելիներս։ Մի ակնկալեք։ Դրա համար ես Աստծուն փառք եմ տալիս, որ այս 2026 թվականի առաջին հանդիպումը, որ մենք միասին ունենք, որոշներիս կյանքում այս սրանով էլ չամփոփվի եւ չավարտվի։
այլ ամեն անգամ հավատարմորեն գանք Աստծոտում իր հավիտենական ճշմարտությունները լսենք։ Գանք ու հասկանանք, գանք ու տեսնենք, թե ինչքան մեծ ու զարմանալի են։ Քիչ առաջ մենք երգում էինք, մեծ ու զարմանալի են քո գործերը, Տեր, իրոք զարմանալի են։ Որովհետև այն բաները, որը որ Աստված է անում մեր կյանքում, որևիցե մեկը չի կարող անել, որևիցե մեկը դեռ պատմության մեջ չի եղել, որ կարողանա անել եւ հաջողվել, սիրելիներս։ Դրա համար ուզում եմ ձեզ ողջունել ու ասել փառք Տիրոջ, որ դուք այսօր որոշում եք կայացրել Աստծո տան մեջ լինելու եւ սա ձեր կյանքի լավագույն որոշումներից մեկն է լինելու Տիրոջ տան մեջ եւ նշելու իր ծնունդը։ Մենք անցած ամսվա մեջ ամեն Կիրակի եւ երկրպագության երեկոյին էլ ամսի 25-ին խոսեցինք Սուրբ Ծննդյան թեմաներով ու Աստվածաշնչում եղբայրներս փառք Տիրոջ շատ լավագույն ձևով կարողացան ներկայացնել Աստծո եկեղեցուն իր ժողովրդին Աստված հայտնության իրական նպատակը, Աստված հայտնության ճշմարտությունները։ Դեք ցավոք սրտի մեր ժողովուրդը կոչվելով քրիստոնյա միայն բառերով է, միայն բառերով։ Այսօր ծնունդ ենք նշում, բայց բոլոր ազգով գերեզման ենք գնում։ Երեք երեկոյան իմ բարեկամը զանգեց եւ գիտեք որ հայրս այս տարի է մահացել ու ասում է վաղ առավոտյան քանիսին ենք գերեզմաններ գնում։ Ասում եմ վաղ առավոտյան մենք Սուրբ Ծնունդ ենք գնում։ Գնում ենք Քրիստոսի ծնունդը նշելու։ Գնում ենք Քրիստոսի ծնունդը նշելու։ Երկինք ու երկիր արարող Աստծո ծնունդը, որը որ փոխեց ամեն բան։ Դրա համար ես փառք եմ տալիս Աստծուն, որ իր ժողովուրդը այսօր այս որոշումը ունի լինելու Աստծո տան մեջ ու գնահատելու այն ամենը, ինչ որ Աստված մեզ համար անում է։ Այո, շատերի համար Սուրբ Ծննդյան օրերը, չգիտեմ, ուտել խմելու օրեր են։ Շատերի համար նվեր տալու կամ նվեր ստանալու։ Շատերի համար, չգիտեմ, նոր հարաբերություններ, նոր մթնոլորտ, նոր իրավիճակ, իրար ներել, ներվել, ինչ որ այսպես միստիկ բաների հետ են ուզում կապել։ Անշուշտ լավ է կապեք, գոնե ինչ որ մի օրհնություն կլինի ընտանիքի մեջ, եթե ինչ որ մեկի հետ վիճված եք բարիշելու, թող Քրիստոսի ծնունդը իրոք այդ օրհնությունները բերի մեր տան մեջ, բայց ուզում եմ որպեսզի ինձանից սկսած ամեն մեկս խորապես գիտակցենք ու տեսնենք Սուրբ Գրքի լույսի տակ, թե ինչ է Աստված հայտնությունը։ Դեք մարդիկ հասկանալով թե առանց հասկանալու իրար այս խոսքերով են ողջունում ասելով Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Եվ առանց հասկանալու էլ շատ անգամներ պատասխանը ասում է, որ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Իրոք ես ուրախ կլինեի, որպեսզի այդ ավետիսը ամեն մեկի կյանքում լիներ, ամեն մեկի ընտանիքում լիներ, ամեն մեկի շուրթերի վրա լիներ եւ ոչ թե միայն այս Սուրբ Ծննդյան օրերի մեջ իրար այսպիսի ողջունենք ու ասենք, այլ ընդհակառակը ամբողջ տարում իրար այս լավ լուրով ուրախացնենք, որ մեր Տերը ծնվեց եւ այդ ծնունդով ցույց տվեց, որ նա է միակ Աստվածը, որ կարող է ինձ եւ քեզ հավիտենական կյանքը տա, որ նա չմնաց խաչի վրա, այլ թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ։ Սա մի հրաշալի բան է, սիրելիներս, որ Աստծո ժողովրդի բերանում պետք է միշտ այս դավանությունը լինի։ Եթե հիշում եք անցած անգամ, երբ որ ես քարոզում էի Հովանու ավետարանից մենք անդրադարձանք եւ այն հրաշալի արտահայտությունը, որ Հովանես Առաքյալը առաջի գլխում 14-րդ համարի մեջ ասում է եւ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ եւ նրա փառքը տեսանք ամեն շնորհքով եւ լիությունով, իրոք Հովանես Առաքյալը հրաշալի մեկնաբանություններ ունի եւ նա կարողանում էր տեսնել այն գեղեցիկ ճշմարտությունները, որ Աստված իր միածին որդուն ուղարկելով այս օրհնությունները արեց մեր կյանքում։ Դրա համար ուզում եմ որպեսզի մենք այսօր ուշադրություն դարձնենք նորից Սուրբ Գրքին։ Քիչ առաջ Սամուելը կարդաց այդ հատվածը առաջին Հովանու թուղթ 4-րդ գլուխ, եկեք միասին բացենք։ Ամբողջ հատվածը չէ, որ պետք է միասին կարդանք, այս հատվածի մեջից ընդամենը 3 համարների վրա մեր ուշադրությունը
պետք է դարձնենք եւ դրա մեջից դուրս հանենք այն մարգարիտները, այն ճշմարտությունները, որը որ Աստված իր խոսքի միջոցով փոխանցում է իր եկեղեցուն։ Առաջի Հովանու թուղթ 4-րդ գլուխ բացել եք 9, 10 եւ 11 համարները։ Սրանով Աստծո սերը երևաց մեզանում, որ Աստված իր միածին որդուն ուղարկեց այս աշխարհ, որ նրանով ինչ ունենանք, որ նրանով կյանք ունենանք։ Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր որդուն Հիսուս Քրիստոսին քավություն մեր մեղքերի համար։ Ուրեմն ինչ սիրելիներս, ասում է, սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է այսպես սիրենք։ Այսօրվա թեման, որի մասին մենք պետք է մտորենք, խոսենք, մտնենք ճշմարտությունների մեջ, այսպես եմ վերնագրել. Մանուկ Հիսուսի ծնունդը պատգամ է Աստծո սիրո մասին։ Ես չգիտեմ, թե մարդկանց աչքերը ինչ են տեսնում, բայց այս է ուղերձը, ամբողջ ճշմարտությունը, որ մենք տեսնում ենք այս արարողության մեջ, այս իրավիճակի մեջ։ Ուրեմն ճշմարտությունը այս է, որ մենք պետք է վկայենք Սուրբ գրքից, հենց հատվածից, որ ասում է սրանով Աստծո սերը երևաց։ Գիտեք, հրաշալի է մեր Տերը, որ ինքը միայն խոսքերով չէ, որ մեզ խոսում է, այլ գործնական ապացուցեց, գործնական արեց եւ շատերիս աչքերը տեսան, ճաշակեցին եւ հիմա վայելում են այդ քաղցր ներկայությունը։ Ուրեմն հարց, ինչպես երևաց Աստծո սերը, սիրելիներս։ Այս հատվածի մեջ ես ընդամենը 3 կարևոր բաներ եմ դուրս բերել, որն էլ մեզ պետք է օգնի, որ մենք կարողանանք տեսնել եւ հասկանալ, թե ինչպես երևաց, որովհետեւ Հովհաննես առաքյալը ասում է սրանով երևաց Աստծո սերը։ Գիտեք, երբ որ մեր հարաբերությունների մեջ ինչ-որ անհասկանալի ինչ-որ բաներ է լինում, մենք սկսում ենք միասին քննարկել ու ասել իմ այս գործողությունը քեզ ինչ-որ բանի մասին չէր խոսում, բայց ես դա որ արեցի, դա ի նկատի ունեի։ Գիտեք, Աստծո այս կատարած գործը ոչ թե տողատակերով է, այլ բառից բուն իմաստով ճշմարտություն, որ ասում է սրանով երևաց Աստծո սերը մեր կյանքերում, ինչպես երևաց Տեր, ինչպես 9-րդ համարի մեջ ասում է սրանով երևաց Աստծո սերը մեզանում, որ Աստված իր միածին որդուն ուղարկեց այս աշխարհ։ Ուրեմն առաջին ճշմարտությունը այս է, իր միածնին տալով։ Երկրորդ ճշմարտությունը, որի մասին մենք պետք է խոսենք, այս ենք մենք տեսնում, նա առաջին քայլը արեց 10-րդ համարի մեջ, ասում է ոչ թե դուք սիրեցիք, այլ ես սիրեցի, այլ ինքը սիրեց եւ գործողությունը մենք արդեն տեսնում ենք եւ երրորդ կարևոր բանը, որ արդեն կարծես թե մեզի ավելի մղելու է կյանքի գործի գործնական կիրառմանը, որ այդ սերը կրողները եւ երևացնողը մենք ենք, դրա համար պետք է արտահայտվի իմ սերը մերձավորի նկատմամբ, որ 11-րդ համարի մեջ մենք պետք է տեսնենք։ Ուրեմն առաջին կարևոր ճշմարտությունը, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը դարձնենք, իր միածնին տալով։ Իր միածնին տալով։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք տեսնենք սրա մեջ քավչարար գործը։ Սա ինքնանպատակ չէր։ Աստծո սերը, որ կշիռ եւ չափ չուներ մեղավոր մարդու նկատմամբ, իր միածնին որդուն տվեց, իր լավագույնին տվեց։ Ի տարբերություն մեզ, ի տարբերություն շատերիս մտածելակերպի, որովհետեւ մենք երբ որ ինչ-որ բան ենք ուզում դիմացինի համար անել, սկսում ենք ինչ ասել, սա արժանի է թե ոչ։ Բայց Աստված այսպես չնայեց եւ իր նավագույնը արեց։ Սա նշանակում է այն, ինչը որ արդեն ունեինք, դա կյանք չէր, որովհետեւ ասում է նա իր միածնին ուղարկեց, իր որդուն ուղարկեց, ինչու, որպեսզի ես եւ դու հավիտենական կյանքը ունենանք։ Կարող ենք մենք հարցնել, Տեր, միթե մենք կյանք չունենք։
Միթե մենք չէինք ապրում, չէինք արարում։ Սա խոսում է մի ճշմարտության մասին, որ մենք այն կյանքը, որ ապրում ենք, դա չի իրական կյանքը, այլ իրական կյանքը սկսվում է մեր աչքերը փակելու ժամանակ։ Ես երբեմն այս արտահայտությունն եմ անում ասելով, որ այս կյանքը մահից արձակուրդ է տրված մեզ, սիրելիներս։ Մենք արձակուրդի մեջ ենք, մի օր վերջանալու է, սա հավիտյան չի, բայց հավիտենականը սկսվելու է որտեղից, երկնքից։ Հիսուս ասեց, ես եմ հարությունը եւ կյանքը, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքի հացը։ Գիտեք, ոչ մի առաջնորդ պատմության մեջ չի եղել, որպեսզի այս արտահայտությունները համարձակությամբ կարողանա ասել եւ այդ արտահայտություններին տեր կանգնել։ Այո, շատերը ասել են, եկեք իմ ետևից, մենք ձեզի ցույց կտանք կամ կսովորեցնենք ճշմարտությունը, ճանապարհը, բայց Հիսուս միակն էր, որ ինքը ասեց, ես եմ հարությունը եւ կյանքը, եւ դա լոկ միայն խոսքեր չէին, այլ ապացույց, որ նա չմնաց խաչի վրա եւ հարություն առավ եւ բազմաթիվ ճշմարտություններ, երբ որ մենք կարդում ենք Ավետարանը, տեսնում ենք, թե ինչպես տվեց այդ հավիտենական կյանքը, որը որ անսահման է, որը որ կատարյալ է, սիրելիներս։ Ուրեմն մենք այստեղ տեսնում ենք Աստծո գործը իր միածնին տալով Սուրբ Ծնունդը սա էր նշանակում։ Եվ ոչ թե նորից եմ ասում ուտել խմելու կամ մրցակցության օրեր, որ մենք պետք է չարչարվենք, տանջվենք։ Դեք ես ապշած եմ, որ լսել եմ այսպիսի վկայություններ, որ մարդիկ վարկով փող են վերցրել, որ նոր տարին անեն, որ Սուրբ Ծնունդը անեն։ Ում ենք զարմացնում։ Ինչ ենք ուզում ապացուցել սրանով։ Դե կորում է ամբողջ ճշմարտությունը այստեղ։ Սուրբ Ծնունդը Աստված հայտնության տոնն է, սիրելիներս։ Սուրբ Ծնունդը Քրիստոսի ծնունդն է, որ նա ծնվեց մսուրի մեջ։ Սուրբ Ծնունդը Աստծո սիրո արտահայտությունն է մեղավոր մարդու նկատմամբ։ Եթե մի նախադասությունով ասենք, այս պատմության մեջ, այս իրադարձության մեջ մենք տեսնում ենք սա, որ Աստված իր միածնին ուղարկեց, որպեսզի մեղավոր մարդը փրկություն ունենա եւ ճանաչի Աստծուն եւ հավիտենական կյանքը ունենա։ Սիրո սկիզբը մարդը չէ, այլ Աստված է։ Մեր փրկությունը հիմնված չէ սիրո կամ արժանինքների վրա, այլ Աստծո նախաձեռնող սիրո վրա, որովհետև քիչ առաջ մենք այդ հատվածի մեջ կարդացինք եւ անդրադարձանք։ Սուրբ Ծնունդը սիրո հայտնությունն է մեղավոր մարդու կյանքում։ Աստված իր սերը ցույց տվեց ոչ միայն խոսքով, այլ իր որդու գալուստով։ Դրա համար, սիրելիներս, ես ուզում եմ, որպեսզի ինձանից սկսած ամեն մեկս Սուրբ Ծնունդի մեջ տեսնենք այս խորհուրդները։ Մսուրը սիրո դռան բաց վիճակն է մարդկության համար։ Եվ ոչ թե միայն բեմադրություն կամ այս օրերի մեջ դրան նայելու եւ ուշադրություն դարձնելու։ Սուրբ Ծնունդը չի ավարտվում մսուրով, այլ մեզ տանում է դեպի խաչի ճանապարհը։ Դեք շատերի համար Սուրբ Ծնունդը սկսվում է այդտեղ եւ հենց վերջանում է այդտեղ։ Ես ուզում եմ, որպեսզի Աստծուն սիրող մարդիկ մի պահ խորեն այս ճշմարտության խոսքերի վրա։ Աստված իր միածնին տվեց։ Եվ գիտեք, շարունակության մեջ մենք դրան պիտի անդրադառնանք եւ ինքը լավագույն կերպն է մեզ առաջարկում ասելու, ինչպես որ Աստված սիրեց, դուք էլ այդպես սիրեք։ Այսինքն մեզ օրինաչափությունը տվեց, օրինակը տվեց, որպեսզի մենք ամեն կերպ, ամեն իրավիճակների մեջ վարվենք նույն ձևով։ Դրա համար ուզում եմ հարց տալ ինձանից սկսած յուրաքանչյուրիս։
ինչ եմ պատրաստ Աստծուն տալու։ Քիչ առաջ պատանիները, երբ որ այս հարցազրույցներն էին վեկալը, մենք պատասխաններ էինք լսում։ Եվ հարց բոլորիս, ինչ եմ պատրաստ Տիրոջը տալու։ Գիտեք, մեզանից շատերը հիմա կարող է փնտրեն ինչ-որ բաներ ասելու, որ ինչ եմ պատրաստ էս կամ այն, հավատացեք Աստված ոչ մի նյութականի կարիքը չունի, որ դու դրանով զարմացնես Տիրոջը։ Սաղմոս 2-ն ասում է. Տեր քո համար ընդունելի զոհը, կոտրված եւ փշրված սիրտն, որ դու երբեք չես անարգում։ Ահա սրա կարիքը ունի Աստված։ Ահա սրա պետք ունի Աստված, որ դու կոտրված վիճակով նրան գաս ու ասես. Տեր, ես իմ ամբողջ էությունն եմ քեզի տալիս։ Ես իմ կյանքն եմ քեզի տալիս։ Այն ամենը, ինչ որ տվել ես ինձ, ես դնում եմ քո զոհասեղանի տակ։ Բայց եկեք անկեղծ լինենք ու ասենք, որ շատ անգամներ մեր ապրելակերպը չի խոսում դրա մասին։ Ես չեմ ուզում որևիցե մեկին մատնացույց անել, ես ինձ եմ ուզում այստեղ մատնացույց անել։ Եվ եթե մեր հետ անկեղծ լինենք, քննենք մեր կյանքը ու կտեսնենք, թե որ շատ անգամներ մենք առիթ ունեցել ենք այլ ավելին անելու, բայց բավարարվել ենք սրանով։ Լավ է։ Արել եմ, այսքան արել եմ, ինչ սրանից ավելի ինչ անեմ։ Հարց բոլորիս։ Հարց այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդուն եւ ընդհանրապես մեզ լսող մարդկանց, ինչ ենք այսօր պատրաստ տալու Աստծուն։ Աստված իր միածնին տվեց քո համար։ Աստված իր միածնին տվեց մեղավոր մարդու համար։ Կա արդյոք այս աշխարհում մի բան, որը որ ավելի թանկ է, որը որ ավելի կարևոր է ինձ համար, եւ ես երբեք դա չեմ դնի Աստծո զոհասեղանին։ Ես ուզում եմ, որպեսզի այս խոսքերը իրոք ամեն մեկիս համար շրջադարձային լինի։ Շրջադարձային, խորը գիտակցման, ընդունելու, հասկանալու, այս տեսարանը մեր աչքի առջև գալու, ասելու. Տեր, իրոք այն Գողգոթայի ճանապարհը, որ դու գնացիր, դա գնացիր ինձ համար, մեղավոր մարդու համար, ինչ պիտի խնայեմ ես քո համար, Տեր։ Ու գիտեք, մարդկանց կյանքում, մեր կենցաղում կան ինչ ասեմ, ատրիբուտներ ասեմ կամ վկայություններ կամ իրավիճակներ, որը որ ապացույցն է, թե որքանով եմ ես նվիրված կյանքով ապրում, որքանով եմ ես զոհաբերված կյանքով ապրում, որքանով եմ ես գիտակցված կյանքով ապրում, որ Աստված իր լավագույնը արեց ինձ համար, ապա ես էլ պիտի լավագույնը անեմ։ Աստված քորը թոփալ զոհաբերող են գառնուկներին կամ նոխազների կարիքը չունի, որ մենք շատ անգամներ տեսնում ենք, որ ժողովուրդը այն ինչ որ արդեն իրանց պետք չէր, ինչ էր անում, տանում տալիս էր։ Մենք երբեմն մեր տնից արդեն երբ որ պահարանը ուզում ենք ինչ անել, թեթևացնել, հանում ենք, այս շորը պետք չի, տանենք տենանք ում պետք է գա։ Բայց երբեք փորձել ես այսպես, այս վերարկուն ես շատ եմ սիրում, բայց այս վերարկուն պիտի տամ իմ եղբորը։ Չէ, ես շատ եմ սիրում։ Ես սրան շատ մեծ գումար եմ տվել։ Եվրոպայից եմ առել, Ամերիկայից եմ առել, բրենդ է։ Բայց երբ որ արդեն թևը ճղվում ու արդեն պետք չի մեզի, հա, էսի մեր Ազատի հագով կլինի։ Էս էլ մեր, չգիտեմ, մեր Էդոյի հագով կլինի, տանք իրան։ Այս է մարդու մտածելակերպը։ Եվ նույնն էլ երբ որ արդեն անդրադառնանք մեր կյանքերին, ժամանակի առումով, եկեք անկեղծ լինենք ու ասենք, թե մեր ժամանակի առյուծի բաժինը ինչի վրա ենք օգտագործում։ Ինչի վրա ենք օգտագործում։ Նամանավանդ երիտասարդները, ովքեր որ ունեն ամենավերջին սուպեր հեռախոսները։ Կա այդ հեռախոսի մեջ ինչ-որ ծրագիր, որ կարողանաս օրվա վերջում բացել ու տեսնել, թե որ սոցցանցում քանի ժամ ես տրամադրել։ Փորձիր քեզ։ Քննիր քեզ։
Եվ նրանք, ովքեր որ չունեն այդ հնարավորությունը, թող ուրիշ կերպ իրենց փորձեն։ Դեք մենք ակնկալում ենք Աստծուց իր լավագույնը իր միացնին, բայց մենք նրա զոհասեղանին բերում ենք մեր ավելացածը։ Սա արդար է, թե ոչ։ Դուք ասեք, դուք դատեք։ Դրա համար ժամանակը Տիրոջ խոսքը ասում է ծախու առեք։ Ժամանակը ծախու առեք։ Գնահատեք այն ամենը, որ Աստված տվել է մեզ, դրա համար երկինք ու երկիր արարող Աստվածը, տիեզերքի արարիչը մեզ տվել է, ես չգիտեմ, ոմանց 50 տարվա 60, 70, 80 Տիրոջ խոսքը ասում է, թե զորությունով 80, չգիտեմ ամեն մեկիս ինչքան է Աստված տվել այդ կյանքը ապրելու, բայց ժամանակներ առաջ, երբ որ ես քարոզում էի եկեղեցում Եփեսացիս թղթից այդ հատվածում, որ ժամանակը ծախու առեք, այդ խոսքը շատ խորը սկսեցի ուսումնասիրել ու տեսա, որ գիտական, այսպես ասած, հետազոտություններ կա ու քննել են մարդկանց կյանքեր ու ուսումնասիրել են 72 տարեկան մարդու կյանքը ու տեսել են, թե իր կյանքի որքան ժամանակ ինչի վրա է ծախսել, թե քանի տարին է դրանից քնել, մեծամասնությունը քնած է միջայլոց անցնում, քանի տարին է դրա աշխատել, քանի տարին է դրա հերթ կանգնել, կերել, լողացել, մի խոսքով այս շարքը շատ այսպես երկար էր եւ քանի ժամ է տրամադրել Տիրոջը, քանի օր, քանի ամիս է տրամադրել Տիրոջը։ Սա թող ամեն մեկիս մի հարց լինի, որ ամեն անգամ մեզ չեմ ուզում ասեմ տանջի, այլ հիշեցնի, երբ որ օրվա մեջ ունայնության մեջ ենք, մի պահ կանգ առնենք, Տեր, ես ինչ եմ անում։ Ախր դու քո լավագույնն ես արել ինձ համար, քո միացնին ես ուղարկել ինձ համար, քո ամենաթանկն ես տվել ինձ համար, բայց ես ինչ եմ անում։ Այն բաները, որ ինձ արդեն պիտանի չի։ Դեք շատ անգամներ մարդուն, երբ որ ասում ես կարիքը կա ծառայելու կամ ես ինչ գործ անելու, հա դե պարապ եմ տունը գամ անեմ, խնդիր չկա։ Զոհաբերություն է պետք սրա մեջ անել։ Աստված զոհաբերություն արեց, լավագույն զոհաբերությունը։ Եվ այս շարքը մենք կարող ենք այսպես երկար ասել։ Մարդու կյանքում երևում է, թե իր կոչումներն ու պարգևները որքանով է ծառայեցնում Աստծո թագավորության ընդարձակման համար։ Մենք ամեն մեկս ինքներս շատ լավ գիտենք, թե ինչ կոչում ունենք, ինչ պարգևներ ունենք, ինչ կարող ենք անել Աստծո թագավորության մեջ։ Շատ անգամներ մարդիկ հարց են տալ, ինչ կարամ ես անեմ։ Դες դու գիտես արդեն ինչ կարաս թե ինչ կարաս անես։ Քո կոչումներն ու քո պարգևները Աստծո զոհասեղանի առջև դիր։ Իր եկեղեցում ծառայեցրա, որպեսզի Աստված օրհնի եւ ել ավելի օրհնություն անի շատերի կյանքում այն հնարավորությունը, որ դու ունես, արա Աստծո թագավորության համար, որովհետեւ նա իր լավագույնը նորից եմ ասում արեց իմ եւ քո համար, մեղավոր մարդու համար։ Մի թաղիր, որովհետեւ վերջում այս խոսքերին կարող է արժանանաս չար ծառա։ Այն տաղանդ, այն հնարավորություն, այն կարողությունները, որ ես քեզ տվեցի օգտագործելու, գործածելու, դու տարար թաղեցիր ու ոչ մի բան էլ այդպես չօգտագործեցիր։ Թող Տերը մեզ իմաստությունով լցնի, որ մենք կարողանանք այդ ամենը օգտագործել Աստծո թագավորության համար։ Մեր նյութական կարողությունները։ Գիտեք, երբ որ հերթը հասնում է սրան, մենք միանգամից սրա վրայով անցնում ենք։ Լավ, շատ չխոսենք սրա մասին։ Ոչ։ Երբեմն ինձ պետք է շատ խոսալ սրա մասին։ Գիտեք, որովհետև Սուրբ գրքում ավելի շատ գումարի մասին է խոսում, քան թե սիրո մասին։ Ինչու, որովհետև մարդու դրամապանակը, երբ որ ապաշխարի, ինքը արդեն 100%-անոց ապաշխարած։ Դեք երբեմն մենք իրոք խոսում ենք, ասում ենք, բայց երբ որ հերթը հասնում է արդեն զոհաբերությանը, ասում ենք, դե լավ, Աստված դրա կարիքը հո չունի, ու իմ տված այն մի փոքր բաների կարիքը չունի։ Իրոք չունի։ Դու ունես, ես ունեմ։ Դրա համար մեր մտքի ծայրով երբեք չպիտի անցկացնենք, որ գիտես ինչ, սա իմ քրտնինքով եմ ես վաստակել ու ես էլ պետք է կառավարեմ ինչպես որ ուզում եմ։ Երբեմն ասած կլինեք այս արտահայտությունը ձեր սրտերում։
երբեմն ասած կլինենք։ Դրա համար եկեք մեր կարողություններից, անգամ եթե մենք մեր քրտնինքով ենք դրան հասել, մենք մեր հեղինակությամբ, հմտություններով ենք դրան հասել, հասկանանք, որ ամեն բան Աստծո ձեռքերի մեջ օրտնողը ինքն է, բազմապատկողը ինքն է, շատացնողը ինքն է։ Ես ժամանակներ առաջ, եթե չեմ սխալվում, այս վկայությունը պատմել եմ, որ իմ կյանքում տեղի է ունեցել շատ տարիներ առաջ, երբ որ ես զբաղվում էի արհեստով եւ մանրահատակ էի խփում ու փարտիրոջ շատ լավ էր ստացվում։ Կյանքի բերումով այնպես տեղի իրադարձություններ եղավ, որ չկարողացա դա շարունակել, բայց հարցը դա չի։ Մի անգամ մի տղայի տունը գործ արեցի ու շատ հրաշալի մի sense գեղեցիկ մեր լեզվով ասած խալի գործ արեցինք ու երբ որ իր եղբայրը եկավ, տեսավ, շատ հավանեց, շատ ուրախացավ, ասեց ինչ կլինի, մեր տանն էլ մի քիչ գործ կա, կգաս էսի անես ու իրեք իր եղբոր տնից արդեն մենք այնքան գումար էինք աշխատել, որ իր այն եղբոր փոքր գուրսն է, որ անվճար անեինք, բացարձակապես չէի ափսոսա։ Եվ իմ մտքի մեջ էլ հենց այդպես էլ ունեի, որ պարզապես անում եմ։ Եվ արեցի, վերջացրեցի, ընդամենը 1 օրվա գործ էր, անցավ օրեր, բայց տղան ինձ զանգում է, ասում է, դու ջան, բա խիչ ես գալիս մի հատ տեսնենք իրար, որ այդ գումարը տանք, ասում եմ, լավ է, նորմալ է, շատ շնորհակալ եմ։ Չէ, անպայման ուզում եմ քեզ տեսնեմ, ես պիտի իմ շնորհակալությունը ասեմ, վերջը ստիպեց, ես գնացի իրեն հանդիպելու։ Ու երբ որ գնում եմ իրեն հանդիպելու, ամբողջ ճանապարհին աղոթում եմ, ասում տեր, ես էս քեզանից եմ ուզում ընդունել։ Այն ինչ որ պիտի դու տաս, ես քեզանից եմ ընդունում ու թող քո կամքը լինի ամեն ինչի մեջ։ Ես ոչ մի բան չեմ ասել։ Ու գիտեք, երբ որ հանդիպեցի այդ տղային, ինքը վճարում էր ինձ 5 անգամ ավել էր վճարում այն ինչ որ ես արել եմ։ Ասում եմ, եղբայր դու շատ ես տալիս ինձ։ Ոչ թե կրկնակի ես տալի, այլ երակի ես տալի, ինքը ասում է, ախր տվողը ես չեմ, ինչքան ուզում եմ, այդքան էլ տալիս եմ։ Ու ես հիշեցի իմ աղոթքը րոպեներ առաջ, որ Տեր, ես քեզանից եմ ակնկալում իմ օրհնությունը։ Ամեն բան իր ձեռքերի մեջ է, սիրելիներս։ Գիտեք, շատ անգամներ այսպիսի արտահայտություն եմ լսել մարդիկ, որ բողոքում են ասելով, ախր ես գործը դրինք չեղավ, այնի դրինք չեղավ, կատակով անգամ այսպիսի արտահայտություն կասում, եթե ես սկսեմ դագաղ ծախել, մարդիկ չեն մեռնի, չեն առնի։ Այսինքն մարդը կարծես թե ինքը իր բերանով ասում է, որ ինչ անում եմ, չի հաջողվում։ Ինչու չի հաջողվում։ Որովհետև օրհնությունը Տիրոջ ձեռքերի մեջ է։ Աշակերտները երբ որ պատկերացնում էին, հեսա կգնան գիշերը լիքը ձկներ կբռնեն, առավոտյան կվաճառեն, լիքը փողեր կունենան, նրանք շատ ուժեղ մասնագետներ էին, մեր լեզվով ասած պրոֆեսիոնալներ էին, բայց նրանք առանց Հիսուսի գնացին եւ առանց Տիրոջ մտան եւ առանց ձկի այնտեղից ետ վերադարձան, դրա համար Հիսուս իրենց ասեց, տղեկ բան ունեք ուտելու, ոչ մի բան չունեին։ Դրա համար թող մեզ այս ճշմարտությունը շարժի տեղից, որպեսզի մենք կարողանանք Սուրբ Ծնունդի մեջ Քրիստոսի Հայր Աստծո սերը տեսնել, Քրիստոսի հայտնությամբ Հայր Աստծո սերը տեսնել մեղավոր մարդու նկատմամբ, ասում է իր միածնին տվեց, ինչու, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք։ Երկրորդ կարևոր բանը, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը դարձնենք եւ առաջ անցնենք, 10-րդ համարի մեջ մենք տեսնում ենք, որ նա առաջին քայլը արեց, ասում է, սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք, այլ նա սիրեց մեզ։ Այս համարի մեջ մենք տեսնում ենք կարևոր ուսուցում։ Տեսնում ենք Աստծո փրկարար գործը, որ ամեն բան իրենից է, նախաձեռնությամբ, իրենից է կախված, իրենով է սկսվում եւ իրենով է շարունակվում եւ մարդու ցանկությունը այստեղ հոդս է ցնդում։ Շատ կարևոր ճշմարտություն, նա սիրեց մեզ, սկզբում նա արեց ամեն բան։ Գիտեք, մեր հարաբերությունների մեջ եկեք անկեղծ լինենք ու խոստովանենք, ասենք, երբ որ շատ անգամներ մենք
կոնֆլիկտներ ենք ունենում մարդկանց հետ եւ այդ կոնֆլիկտի մեջ կարողանում ենք ճշտել թե ով էր սխալը, ուրախանում ենք, չէ՞, որ ես չէի սխալը, ինքն էր։ Ուրեմն ինչ, ինքը պիտի առաջին քայլ անի, ինքը պիտի գա ներողություն ասի։ Բայց տեսեք Սուրբ Գիրքը մեզի հակառակն է սովորեցնում, որ մեղավոր մարդը, սխալ մարդը չի կարող այդ քայլը անել։ Եթե Աստված թողեր այդպես, ասեր դուք եք մեղավոր։ Ես եկա իմինների մեջ, իմինները ինձ չճանաչեցին, չլսեցին, չընդունեցին։ Դե երբ որ քիթներդ կկպնի գետնին մեր լեզվով ասած, այդ ժամանակ ինչ կանեմ, կգամ։ Սա պայմանական սեր էր։ Քրիստոսի սերը, Աստծո սերը անպայման սեր էր, անպայման, որովհետև նա չնայեց մարդու արժանիքներին, նա չնայեց մարդու գործերին, նա չնայեց մարդու ընթացքին, այլ նա լավագույնը արեց, առաջինը արեց, առաջին քայլը արեց, առաջին քայլը անում են ուժեղները։ Սա թույլություն չի։ Երբեմն սատանան մարդու մեջ սերմանում է սա, չկոտրվես, հանկարծ առաջին քայլը չանես, թող հասկանա, թող նա դաստիարակվի։ Եվ այդ իրավիճակի մեջ ով է փառավորվում։ Իհարկե ոչ Աստված։ Այս համարում մենք տեսնում ենք Աստծո մեծ շնորհքը, որ նա պարզապես չդրեց նժարի վրա մեր գործերը, մեր արժանիքները, այլ նա պարզապես արեց։ Մենք չէինք վաստակել այդ սերը։ Մենք, եթե նայենք այդպես արժանի չէինք Աստծո սիրուն։ Եփեսացիս թուղթը հրաշալի ձևով սա բացատրում է, ասում է, երբ որ մենք մեռած էինք մեր հանցանքներում, Աստված մեզ կենթանացրեց, Աստված մեզ բարձրացրեց։ Դրա համար էլ ինչ է ակնկալում Աստված իր զավակներից, որպեսզի նույն կերպ վարվեն, որպեսզի նույն ձևով գործեն։ Թող այսօրվա օրը մեզ համար գործնական քայլի օր լինի։ Եվ սրանով ապացուցենք, որ նրա անունը ամեն ինչից վեր է, որ մենք գործում ենք այնպես, ինչպես որ հասկացել ենք Քրիստոսի ավետարանը։ Գիտեք, Աստծո շնորհքի ավետարանը հասկացած մարդը կարող է այս ձևով վարվել կամ քայլել։ Ուրիշ ոչ մի լուծում ես չեմ կարողանում գտնել։ Մարդուն չես կարող ստիպել, ասել գնա այսպես արա, գնա այնպես արա։ Բավական է մարդը հասկանա, որ ինքը արժանի չէր այդ սիրուն, բայց արժանացավ Աստծո սիրուն, հեղափոխություն կլինի իր կյանքում։ Հեղափոխություն կլինի արմատապես յուրաքանչյուրիս կյանքում, երբ որ մենք հասկանանք Քրիստոսի կատարած գործը։ Հիսուսի խաչելությունից հետո մենք տեսնում ենք, թե աշակերտները ինչպես ցիրուցան եղան։ Ամեն մեկը իր գործերով գնաց։ Բայց ինչ ենք տեսնում Հիսուսի քայլերի մեջ, գործողության մեջ։ Նա գնաց իրենց ետևից։ Նա գնաց իրենց ետևից։ Ահա այս մեծ սերը, ահա Քրիստոսի հրաշալի մեծ սերը մեզ ստիպում է, որպեսզի ինչ անենք, որպեսզի մենք առաջին քայլը անենք։ Մենք ունենք հրաշալի օրինակ Հիսուս Քրիստոսին, ինչպես նա, այնպես էլ մենք։ Դեք ուրիշ ոչ մի կերպ, ուրիշ ոչ մի ձև չի առաջարկում Աստված մեզ։ Ասելու, լավ, դու էլ քո մեթոդները ունես, դու էլ այդ ձևով արա։ Չէ, մենք բոլորս մեկ Հայր ունենք, մեկ Աստված եւ մեկ կանոնադրություն, որը տածվում է բոլորիս վրա, ոչ թե համապատասխան խմբերի վրա, բոլորիս վրա։ Ձեր համբերությունը չեմ ուզում շատ չարաշահել եւ ուզում եմ վերջին ճշմարտությանը անդրադառնալ։ Այստեղ մենք տեսնում ենք 11-րդ համարի մեջ նորից մի հրաշալի ճշմարտություն, ասում է. սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ այսպես պետք է սիրենք։ Ուրեմն Քրիստոսի զավակները, Աստծո զավակները, նրանք Աստծո սերը կրողներն են եւ ցույց տվող այս մութ ու խավար աշխարհի մեջ, որովհետև երբ որ մենք տեսնում ենք Աստծո կատարած գործերի մեջ, որ ինքը իր միացնուն տվեց, առաջին քայլը արեց եւ դրա մեջ մենք տեսնում ենք Աստծո գործը, Աստծո սերը, այստեղ արդեն մեզ է վերաբերվում,
մենք ինչպես պիտի այդ սերը կրենք մեր վրա եւ տարածենք ամբողջ մարդկության մեջ, սկսած մեր եկեղեցուց, մեր ընտանիքներից եւ հասարակության մեջ։ Գիտեք, սա հրաշալի մի ճշմարտություն է։ Սեր, շատ ծեծված թեմա, բայց շատ երբեմն քիչ կիրառված թեմա։ Մեր լավագույն օրինակը նորից եմ ասում, Հիսուս Քրիստոս հենց ինքն է, ինչպես նա սիրեց մեզ։ Երբ չես կարողանում սիրել քրոջդ կամ եղբորդ, հարցրու Հիսուսին. Տեր, ո՞նց կարողացար սիրել Պետրոսին, որ ուրացավ քեզ։ Ո՞նց կարողացար սիրել Հուդային, որ մատնեց քեզ։ Ո՞նց կարողացար սիրել այն ամբոխին, որ գոռում էին խաչիր, խաչիր, խաչիր դրան։ Բայց սրան հակառակ, այս հայտարարությանը հակառակ, քո խոսքերը այս էր, Հայր, ներիր նրանց, որովհետև նրանք չգիտեն, թե ինչ են անում։ Տեր, ներիր նրանց, որովհետև նրանք չեն հասկանում, թե ինչ են անում։ Գիտեք, սա պատվեր է եւ ոչ թե առավելություն։ Եթե մեկը սիրում է, կարողանում է սիրել եւ դրա մեջ առաջատար է, նա չպետք է ասի ես առավելություն ունեմ։ Սա վերաբերվում է բոլորին։ Սա պատվեր է, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ինչպես պատվեր ունենք մկրտության, ինչպես պատվեր ունենք հաղորդության, ինչպես պատվեր ունենք մեկտեղ հավաքվելու, սա նույնպես պատվեր է Աստծուց տրված։ Ուրիշ թարգմանությունների մեջ այս արտահայտությունը ասում է պարտավոր ենք սիրելու։ Դե պարտավոր ենք, այսինքն այլ ընտրանք չի տալիս մեզ։ Եվ սա մի հրաշալի ճշմարտություն է, որ եթե մենք չենք կարողանում նրան սիրել որպես քույր կամ եղբայր, երկրորդ տարբերակը ունենք, գիտեք որն է, ուրեմն նրան պետք է սիրենք որպես թշնամի։ Որովհետև ասեց սիրեք ձեր թշնամիներին, աղոթք արեք ձեր թշնամիների համար։ Այսինքն ոնց էլ խուսափես, եթե ասես նա իմ թշնամին է, այո, քո թշնամին է, ուրեմն աղոթք բարձրացրու Տիրոջը քո թշնամու համար, բայց ես ուզում եմ որպեսզի այս համարի մեջ, այս ճշմարտության մեջ մենք դասեր վերցնենք։ Այստեղ պարտավոր ենք արտահայտությունը չի նշանակում պարզապես զգացմունք, այլ բարոյական եւ հոգեվոր պարտ, որ հավատացյալը պետք է անի։ Հավատացյալի սերը արձագանք է Աստծո սիրուն։ Հավատացյալի սերը ապացույց է, որ մարդը ճանաչել է կենթանի Աստծուն։ Հավատացյալի սերը, քրիստոնեական սերը այս է, քրիստոնեական կյանքի չափանիշները այս են, որ Հովհաննեսը չի ասում, եթե Աստված մեզ այսպես սիրեց, մենք էլ փորձենք այդպես սիրել։ Դեք շատ կհեշտացներ մեր գործը։ Փորձում եմ այսպես սիրել, բայց չի ստացվում։ Ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է սերը ընտրություն է։ Սերը որոշում է։ Սերը զոհաբերություն է, որ մենք տեսնում ենք, որ Աստված իր միածին որդուն ուղարկեց։ Եթե այս հատվածի վերջին համարները կարդանք, շատ մեզ զգաստեցնող արտահայտություններ է, որ 19 համարից սկսած ասում է. մենք սիրենք նրան, որովհետև նա սիրեց առաջ մեզ։ Եթե մեկը ասի, թե սիրում է Աստծուն եւ իր եղբորը ատի, նա ստախոս է։ Նա ստախոս է, որովհետև նա, որ իր տեսած եղբորը չի սիրում, ինչպես կարող է սիրել Աստծուն, որ չի տեսել։ Եվ այս պատվիրանը ունենք նրանից, թե նա, որ Աստծուն սիրում է, ինչ իր եղբորն էլ է սիրում, իր քրոջն էլ է սիրում։ Այստեղ լավ կներ, չէ՞ որ ասեինք սիրում եմ ես բոլորիդ։ Քրիստոսի սիրով սիրում եմ յուրաքանչյուրիդ, որովհետև Աստված իր սերը հայտնեց իր որդու միջոցով, Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ հրաշալի ճշմարտություն ասում է, եթե իրար սիրենք, Աստված մեր մեջ կբնակվի։
Աստված մեր մեջ կբնակվի, Աստված չի բնակվում միտեղ, որտեղ որ իրար միս են ուտում, իրար բամբասում են, իրար ներկայություն չէին կարողանում տանել։ Աստված այդտեղ չի, սիրելիներս։ Աստված սիրո Աստված է, այստեղ ասում է Աստված սեր է։ Դա համար սիրո առաքյալը մեզ հրաշալի ուսուցում է տալիս, ասելով, որ այդ Աստծո հայտնությունը իր սերն էր մեր նկատմամբ։ Արդյոք գնահատում ենք մենք այս ամենը։ Արդյոք հասկանում ենք այս ամենը։ Ես չգիտեմ, մեր ապրած կյանքը դրա ապացույցը կլինի։ Եվ ուզում եմ այսօրվա խոսքը ամփոփել 17 համարի մեջ այս արտահայտությամբ, որ ասում է սրանում է սերը կատարյալ մեզ հետ, որ համարձակություն ունենք դատաստանի օրը։ Քրիստոսի սերը մեր կյանքերում համարձակություն է տալիս դատաստանի օրը Աստծո առջև կանգնելուն։ Սերը մեզանում հասունանում է եւ կատարյալ վիճակ է ունենում։ Ոչ թե մեր սերն է դարձել կատարյալ, այլ Աստծո սերն է կատարյալ դարձել մեր մեջ, սիրելիներս։ Դրա համար Հովհաննես առաքյալը մեզ հետ միասին հայացք է նետում դեպի ապագան, այն օրը, երբ մենք պետք է կանգնենք Տիրոջ առջևը։ Կկանգնենք արդյոք համարձակությամբ եւ վստահությամբ, թե սարսափից կկծկվենք ու այսպես դիրք կընդունենք։ Պատասխանը սա է. մենք կունենանք համարձակություն եւ վստահություն, որովհետեւ կատարյալ սերը մեկ ընդմիշտ լուծել է մեղքի հարցը։ Մեր վստահության պատճառը գալիս է 17 համարի մեջ, որովհետև ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Այժմ Տեր Հիսուսը նստած է երկնքում, սիրելիներս, եւ ամբողջ դատաստանը նրա ձեռքերի մեջ է։ Ժամանակին նա եկավ աշխարհ եւ կրեց այս տառապանքը եւ պատիժը, որպեսզի մենք արժանանանք այդ սիրուն եւ մեր մեղքերի համար թողությունը ունենանք։ Սակայն նա ավարտեց փրկagorցության գործը եւ այժմ մեղքի հարցը այլևս երբեք գլուխ չի բարձրացնի, որովհետեւ Տերը մեկընդմիշտ լուծել է այդ հարցը։ Վերջում ուզում եմ մի կարևոր պատմությունով ավարտել, որ 19-րդ դարում մի հոգևոր գործիչ կար, որի անունը Ջոն Ալբերտ Թրենդ էր, եւ նա այս համարի հիման վրա գրեց մի հիմ, գրեց մի երաժշտություն, նա անգլիացի քրիստոնյա բանաստեղծ եւ օրդներգերի հեղինակ էր։ Եվ երբ որ այս մարդու կյանքն էի ուսումնասիրում, հակամայից մեր Անդրանիկ եղբայրը աշկիս առաջ եկավ, ասում եմ ժամանակներ հետո կտեսնենք, կկարդանք, կհասկանանք, որ նա Աստծով իրոք այս հրաշալի ստեղծագործություններն է արել եւ դրա մեջ մենք տեսնում ենք Աստծո գործը։ Ու այս մի հրաշալի երգ է գրել, որի խոսքերը այս է. մահը ու դատաստանը իմ ետևում են, ողորմությունն ու փառքը իմ առջև։ Ծովի բոլոր ալիքները թափվեցին Հիսուսի վրա եւ այնտեղ կորցրեցին իրենց ահռելի զորությունը։ Դեք հետաքրքիր է ինչումն է, որ այս ամեն տողը վերցրել է Սուրբ գրքից։ Եվ առաջին տողը, որ մահը եւ դատաստանը իմ ետևումն են, նա վերցրել է Հռոմեացիս 8-րդ գլուխ առաջին համարը, որ ասում է. ուրեմն դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում եղողների համար։ Երկրորդ տողը, որ այս խոսքերն է ասում, ողորմությունն ու փառքը իմ առջևից են, նորից Հռոմեացիս թղթից է օգտվել 5-րդ գլուխ 2-րդ համարում ասելու, որ եւ պարծենում ենք մենք Աստծո փառքի հույսով, որ գալու է ապագայում, եւ երրորդ տողը, որի խոսքերը այս են, ծովի բոլոր ալիքները թափվեցին Հիսուսի վրա, նա վերցրել է Եսայի մարգարեությունից 53-րդ գլուխ 6-րդ համար, ասում է. Տերը նրա վրա դրեց բոլորիս աներունությունները։ Սա պատկերավոր լեզու է, սիրելիներս, Աստծո արդար դատաստանի ամբողջ ծանրությունը ընկավ Հիսուս Քրիստոսի վրա։ Բայց ի ուրախություն մեզ,
Եվ ասում է այո այնտեղ կորցրեց իր ահռելի զորությունը Կողոսացիս թղթի մեջ երկրորդ գլուխ 14 համարը ասում է ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը, որ մեզ հակառակ էր։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն Աստված հայտնությունը այս ճշմարտությունն է խոսում։ Աստված հայտնությունը այս падգամն է փոխանցում մեզ։ Աստված իր սերը հայտնեց մեղավոր մարդու նկատմամբ իր միածնին տալով, առաջին քայլը անելով եւ մենք որպես հավիտենական կյանքը ունեցողներ պիտի այդ սերը տարածողները լինենք եւ մեր կյանքերով, մեր ապրածով ցույց տանք, որ Աստված սեր է։ Թող Տերը օրհնի ամեն մեկիս իր փառքի համար եկեք ոտքի կանգնենք եւ աղոթքով Տիրոջ առջևը գանք։ Ով երկինք ու երկիր արարող Աստված իրոք արժան ես առնելու փառքը, պատիվը եւ երկրպագությունը Տեր։ Շնորհակալ ենք քեզանից քո միածնի համար, քո որդու Հիսուս Քրիստոսի համար։ Որ այս մութ ու խավար աշխարհի մեջ ուղարկեցիր որպես լույս, ուղարկեցիր որպես փրկության ճանապարհ, ուղարկեցիր որպես միակ միջոց երկինք գնալու։ Շնորհակալ ենք քեզանից Տեր։ Շնորհակալ ենք քո լավագույնի համար, որ դու արեցիր մեր նման անարժանների կյանքում։ Տեր խնդրում ու աղաչում եմ ինձանից սկսած ամեն հավատացյալի համար, որ դու արմատական փոփոխություն բերես մտքների մեջ Տեր, որ կարողանանք իրոք մեր լավագույնը անել քո թագավորության համար, քո եկեղեցու համար, այն անձնավորության իմ քրոջ եղբոր համար, որի համար քո արյունը թափեցիր։ Տեր լցրամ ես քո ներկայությունով, քո ճշմարտություններով, որ կարողանանք չնայել արժանինքներին, այլ առաջին քայլը անենք եւ դրա մեջ ցույց տանք քո մեծությունը, քո շնորհքը, քո ողորմությունը, քո սերը։ Շնորհակալ ենք քեզանից Տեր, որ դու մեզ այս իմաստությունն ես տվել, քո խոսքի ճշմարտություններն ես բացել մեր մեջ, որ կարողանանք այդ սերը ճաշակել եւ այդ սիրով առաջնորդվել։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Փառքիդ համար ենք աղոթում մեր Տեր եւ մեր Թագավոր ոչ մի արժանինքներ չունենալով։ Ամեն։